Հարուստ մեղեդայնությամբ ու ներդաշնակությամբ Շուբերտի հանրահռչականաբար սիմֆոնիայով սկսվեց Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը դասականի սիրահարներին հաղորդեց զգացմունքային հարմոնիա։ Սիմֆոնիկ նվագախմբի և ջութակի համադրությամբ դասական երեկոյի ընթացքում հնչեց նաև Չայկովսկի։ Գլուխգործոց ստեղծագործությունները հանդիսականին ներկայացնելու մեծ ցանկությամբ առաջին անգամ Գյումրիի սիմֆոնիկի հետ բեմ բարձրացավ իտալացի երիտասարդ ջութակահար Անդրեա Չիկալեզեն։ Կապավորված եմ թե երաժիշտների պրոֆեսիոնալությամբ, թե հանդիսականի և քաղաքի վերաբերմունքից։ Կարևոր փորձառություն և հնարավորություն է ինձ համար նվագել դասական արվեստը այսչափ սիրող և գնահատող հայերի համար։ Երջանիկ եմ, որ բացառիկ այս գործերը հանդիսականը լսում է նաև իմ մեկնաբանությամբ։ Այս ծրագիրը մի փոքր տարբերվում է այն իրական գործոնով, որ առաջարկը ստացել ենք երաժշտից։ Ունենալով համագործակցային մեկ այլ ծրագիր, լսելով արդեն Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին, մի քանի կատարումներ իր իսկ ընկերներից արդեն ունկնդրելով, ցանկություն է հայտնել համագործակցային ծրագրով հանդես գալ առաջին անգամ Գյումրիում և նաև մայրաքաղաք Երևանում։ 20-ամյա վիրտուոզ ջութակահարը բեմից փոխանցեց գործիքի հանդեպ ունեցած ազնվագույն զգացական վերաբերմունքը։ Անդրեա Չիկալեզեն Գերմանիայում է բնակվում, երաժշտական կրթությունը դեռ 7 տարեկանից այդ երկրում է ստացել։ Նա նոր սերնդի այն պրոֆեսիոնալ կատարողներից է, ով չնայած երիտասարդ տարիքին արդեն հասցրել է գրավել հեղինակավոր միջազգային բեմեր։ Նրան անվանում են երաժշտական հասունություն և տպավորիչ տեխնիկական սահունություն ունեցող երաժիշտ։ Անդրեան հաճախ որպես մենակատար հանդես է գալիս աշխարհի ամենահայտնի համերգասրահներում՝ Բերլինի ֆիլհարմոնիայում, Մյունխենի, Համբուրգի, Ցյուրիխի և այլ հանրահռչակ դահլիճներում արժանանալով հանդիսականի ջերմ ընդունելությանը։ 2023 թվականից Անդրեային տրված է բացառիկ իրավունք նվագելու լեգենդար վարպետ Գուարնիերի դել Ջեզուի 1731 թվականին պատրաստած ջութակով։ Այս վարպետի կորդիկով էր նվագում նաև Նիկոլո Պագանինին։ Գիտեք, ոչ մի ձայնագրություն, ոչ մի տեսագրություն չի կարող փոխարինել այն հնչողության զգացողությանը, որը քեզ տարերի միջով անցնում տանում է։ Չեմ կասկածում եւ դուր կգա մեր հանդիսատեսին եւ իհարկե մատաղ սերնդին ձգտում կավելացնի այս երևույթը, սա բացառիկ համերգ է։ Իտալացի վիրտուոզը խոստովանում է, որ ոգեշնչված է տաղանդավոր հայի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարողական արվեստով և ներկայում դասեր է ստանում նրա ուսուցչից՝ Յոզեֆ Ռիսինից։ Ունկնդիրը սպասում էր, որ համերգի ընթացքում Անդրեան կկատարի նաև հայ կոմպոզիտորների գործերից։ Բայց Անդրեան անկեղծանալով ասաց, ժամանակային սահմանափակումները թույլ չեն տվել պատշաճ պատրաստվել, բայց խոստանում է, հաջորդ համերգը Գյումրիում կլինի նվիրված Կոմիտասի ստեղծագործություններին։ Մեծագույն սիրով և պատասխանատվությամբ ցանկություն ունեմ ուսումնասիրել և նվագել հայկական երաժշտություն, հատկապես Կոմիտասի ստեղծագործությունները, որոնք հոգևոր մեծ բավականություն են ներշնչում։ Չնայած իմ ամենասիրելի հայ ջութակահարից Սերգեյ Խաչատրյանից հետո գուցե բարդ լինի ինձ համար նույն բարձր կատարողականությամբ Կոմիտաս նվագել, բայց հաջորդ համերգն այստեղ անպայման նվիրված կլինի մեծ հային։ Ամեն նման համերգ ոչ միայն ամրապնդում է Գյումրիի սիմֆոնիկի մշակութային առաքելությունն ու դերակատարումը, այլև նպաստում է օտարազգի երաժիշտների հետ կայուն և շարունակական համագործակցության ձևավորմանը։ Համերգի ավարտին երկարատև ու չդադարող ծափերով հանդիսականը Անդրեային կրկին բեմ հրավիրեց։ Երաժիշտը ևս մեկ կատարում նվիրեց ունկնդրին։ Հասմիկ Թումասյան, Վահագն Բարաքյան, Հորիզոն։